Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքի նկարագրությունների բաժնում կտեղադրեմ նաև Կարեն Սարգսյանի Telegram-յան ալիքի հղումը։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Ողջույն, Նարեկ ջան, բարի երեկո։ Պարոն Սարգսյան, արդեն 5-րդ օրն է շարունակվում է Իրանի եւ Իսրայելի միջև պատերազմը։ Դուք ինչ եք կարծում, սա ինչքան դեռ կշարունակվի, հաշվի առնելով կողմերի արդեն իսկ հնչեցրած դիրքորոշումները, որոնց արդեն առանձին կանդրադառնանք։ Ես դժվարանում եմ sense կազմակերպված տեղեկատվական արշավի մեջ երկու կողմերի առանձնացնեմ այն կտորները, որոնց վրա կարելի է հիմնվել եւ ասել ինչքան կտևի այս պատերազմը։ Ընդհանուր առմամբ պատերազմը չհիմնավորված է։ Ինչու, որովհետեւ նպատակները Իսրայելի առաջ քաշած նպատակները դրանք իրականացվող չեն։ Իսրայելի նպատակները եւ Իսրայելի հայտարարությունները շատ նման են Պուտինի հայտարարություններին, որոնք ներկայացված են Ուկրաինային։ Դենացիֆիկացիա, դեմիլիտարիզացիա, ՆԱՏՕ-ի անդամ չես դառնում, մոտավորապես նույն բանը Իսրայելն է ասում այսօրվա դրությամբ գիտությունը եւ ճարտարագիտությունը, ուսումնասիրել ինժինիրինգը, ինչպես նաեւ էներգետիկայի ոլորտում փոփոխությունները եւ արկա քաղաքակրթական զարգացումները չեն թույլ տալիս դասել միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը, այսպես կոչված rocket science-ի մեջ, դա գերբարդ բան չի, դա անցած տարվա 50-ական 60-ականներին կարող համարվեր, որ շատ էքսկլյուզիվ գիտելիք է։ Հիմա արդեն խաղաղ ատոմի կիրառումը դա rocket science չի, այսինքն ինքը բավականին տենց ռուտին ինչ որ իրավիճակ է, բազմաթիվ երկրներում դրված են միջուկային կայաններ եւ օրինակ այնպիսի երկրներում ինչպես Բանգլադեշն է, Բանգլադեշ որպես երկիր, հա, դա այսպես կոչված արևելյան Պակիստանը, միջուկային ծրագիր ունի Պակիստանը, որը իր ահաբեկչական պոտենցիալով զգալիորեն գերազանցում է Իրանին, այսինքն տրամաբանության մեջ դիտարկել, որ մենք Իսրայելը ասաց, որ մենք հենց Իրանին թույլ չենք տալի, որովհետև չգիտեմ ինչ, ֆլան բեֆան, դա նման է, որ Պուտինը Ուկրաինային ասում է, որ մենք թույլ չենք տալի, որ Ուկրաինայում, չգիտեմ, ուկրաիներեն լեզու լինի, կամ ասենք իրանք մտնեն ՆԱՏՕ, կամ իրանք ունենան անկախ բանակ, մենք պետք է թելադրենք, թե բանակում քանի հոգի կան, լրիվ նույն մոդելն է։ Իսկ քանի որ նմանատիպ հայտարարությունները հիմնականում վերնախավի ցավ են, այսինքն վերնախավին կպած ցավի արտահայտում են, դեռ Ռուսաստանն է կոոպերատիվոզորոն եւ եւս ասենք կարող է 5-6 հազար հոգի, ովքեր ինչ որ կերպ պատերազմից օգտվում են։ Բնական պայմաններից ելնելով կամ ասում արհեստական, դրանք որ վերջանան, սատկեն, մեռնեն կամ ձերբակալվեն, մեծ հավանականությամբ պատերազմ չի լինի, որտեղ պատերազմը տրամաբանական հողի վրա հիմք չունի։ Մյուս կողմից եթե իրանք պահպանվեն, դա անվերջ կտևի։ Այսինքն հիմա ենթադրել, որ պատերազմը կավարտվի, այսօր արդեն եթերներից մեկում ասացի, այքանի մենք ձայնագրվում ենք, կարող է ավարտենք, անջատենք ու լուր գա, որ պատերազմը վերջացել է։ Բայց կարող է մի 10 տարի էլ ամեն, ասենք 3 շաբթի օրը հանդիպենք եւ բարձվի, որ այդ պատերազմը շարունակվում է, որովհետեւ իր հիմքը տրամաբանական չի, ֆորմալ լոգիկայի մեջ չի, իր հիմքը ռացիոնալ չի, ինքը իռացիոնալ է։ Ինչպես եւ Ադրբեջանի առաջ քաշած պահանջները Հայաստանի նկատմամբ, ինչպես եւ Կիպրոսի գրավման ժամանակ Թուրքիայի պահանջները առաջ քաշած Կիպրոսի եւ հույների նկատմամբ, բազմաթիվ այսպիսի բաներ կան, հիմնականում կեղծ հիմքերով, ինչ կալանբուր ստացվեց, մեծ մասը կեղծ հիմքերով, այդ բաները առաջ են քաշվում, այն կողմը կոնֆլիկտի, որը համարում է, որ ինքը ուժային առավելություն ունի, ֆիզիկական ուժի տեսանկյունից, ռազմական ուժի եւ այլն։ Ինքը առաջ է քաշում sense հիմար պահանջներ։ Այս հիմար պահանջների չբավարարելու հետևանքով սկսվում է պատերազմ, եւ այդ պատերազմը շարունակվում է այնքան, մինչեւ հիմար պահանջները առաջ քաշած անձը, անձինք քաղաքական ուժը կամ պետությունը շարունակում է գոյություն ունենալ։ That's it. Իսրայելը բայց ոչ միայն միջուկային օբյեկտներին է հարվածում, այլ նաև փորձում է Իրանին տեղեկատվական զենքերից զրկել, օրինակ պետական հեռուստատեսությանն ու ռադիոյին հարվածել, այսինքն
Կարող ենք ասել, որ եթե քարոզչամիջոցներն են արանքից հանում, ուրեմն դեռ երկար անելիք ունեն։ Կա թյուր պատկերացում Իսրայելում, քանի որ մեծ հաշվով Իսրայելի վերնախավը մերձավոր արևելքի համար օտար մարդիկ են։ Իրանք եկվոր են, իրանք ստեղից չեն, իրանք ընդեղից էլ չեն, որ ասես բանը, հա։ Իրանք չեն հասկանում այս տարածաշրջանը։ Իրանց թվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հզորությունը, որը որ իրանք են պատկերացում, հիմնված է բանի վրա, պրոպագանդիստական մեքենայի, այսինքն եթե հեռուստացույց չլինի, Իրանի ժողովուրդը կասի, վայ, այաթոլլաներս ինչ վատն են, եկեք գնանք իրանց կոտորենք։ Հիշեցնեմ, որ իրանք մեծ հաշվով այդտենց ապրում էին ճնշված վիճակում, ու ասեցին, վայ, Փահլևիները ինչ վատն են, Փահլևիներին հանեցին եւ բերեցին այաթոլլաներին։ Ընդ որում այդ ժամանակ շատ ավելի ծանր էր վիճակը։ Բնակչության ցանկությունը եւ այսօրվա բանի դեպքում ինտերնետի զարգացվածության դեպքում, հա, ինչ որ հեռուստատեսություն, դա ազատ մամուլի վերացումն է, մեծ հաշվով տենց պետքա ձևակերպվի, որովհետեւ նպատակին չես հասնում, բայց երկարաժամկետ զրկում ես պետությունը տեղեկություն ստանալու հնարավորությունից։ Եթե դու երկիր ես ուզում փոփոխես, եթե դու երկրում ուզում ես իրականացնես տրանսֆորմացիա, որը հայտարարում ես, որ քեզ պետք է որ երկիրը չդառնա ահաբեկչական կամ քեզ չհարվածի, ինձ թվում է այդ ամենալավ տարբերակը չի։ Մեծ հաշվով չկա այնպիսի մի իրավիճակ, երբ մենք կարող ենք նայել եւ ասել, որ այ սա Իսրայելը լավ է արել, որովհետեւ այս ծերից միջև այն ծեր ինչ արի, սա վատ է արել։ Հենց իրա տեսանկյունից, որովհետեւ Համասը չի վերջացել։ Գազայի հատվածում մինչև հիմա բանի ցամաքային մարտերը շարունակվում են։ Հեզբալան ոչնչացել է ճակերտներով, ուղղակի սերնդափոխություն է տեղի ունենում, շուտով գմփոցը կլսեն։ Սուրիայում, որտեղ Ասադի ռեժիմը ընկավ եւ եկավ Թարիր աշ-Շամը, դեռ հայտնի չի ինչա լինելու։ Իրանք իհարկե դրուզներին զինել են եւ դրել են որպես բուֆերային գոտի իրանց մոտ, բայց մենք ցավոք սրտի, ցավով եմ ասում, լավ հասկանում ենք, որ բուֆերային գոտիները շատ կարճ կյանք ունեն։ Մեծ հաշվով արաբական երկրների հետ հարաբերությունները կոնֆլիկտային չեն միայն, որովհետև տպավորություն է ստեղծում, եթե սենց մի քիչ պարզեցնենք իրավիճակը, ԱՄՆ-ն փող է տալի կամ ինչ որ ոնց որ դրա ինչ որ մի կերպ գնում է արաբական երկրների ոչ կոնֆլիկտային վարքը Իսրայելի նկատմամբ։ Ամեն մեկին մի բան է խոսք տալի։ Մեկին ասում է կբերեմ քեզ մոտ artificial intelligence կդնեն։ Մյուսին ասում է F-35 ես ուզում կվաճառեմ։ Երրորդին ասում է արի ես քեզ մոտ ինչ որ գործարան դնեմ, ամեն ինչ լավ կլինի։ Չորրորդին մի ուրիշ բան է ասում։ Հինգերորդին ասում է ես թույլ կտամ որպեսզի դու աչք կփակեմ նրա վրա, որ դու որոշ դեպքերում մարդու իրավունքների վրա թքած ունենաս կամ ընդհակառակը կապահովեմ, որ քեզ մոտ մարդու իրավունքները ամբողջությամբ պաշտպանված լինեն։ Եվ այս քաղաքականությանը, երբ դու հետևում ես, երբ նայում ես տարածաշրջանում ինչա կատարում, դու տեսնում ես, որ գոյություն ունի 0 կենսական հնարավորություն ունեցող 0-ին շատ մոտիկ։ Բառեզբուն իմաստով 0-ին շատ մոտիկ, այսինքն ամբողջությամբ դրսից սնվող, դրսից կենսագործունեությունը ապահովող երկիր Իսրայել, որին պահում է Ամերիկան, որ պահին Ամերիկան աչքերը կթարթի, այդ պահին Իսրայելը պետք է այս ամբողջ գործողությունների համար պատասխան տա, այս կամ այն կերպ։ Պատասխանեցի հարցին։ Եվ որ նշեցիք Հեզբոլայի գմփունը հելնելու է, դա ինչ նկատի ունեիք, որ միջամտելու է այս գործընթացներին։ Հեզբոլան եւ Համասը եւ բոլոր ահաբեկչական կազմակերպությունները, որոնց մենք սովոր էինք տասնյակ տարիներ, հա, այս մինչեւ բաները, իրանք ղեկավարվում էին շատ վաղուց մնացած հրամանատարներից, այսինքն այն մարդկանցով, ովքեր իրանք հին պատերազմներին էին պատրաստվում, իրանք 20-25 տարի ղեկավարում էին։ Իսրայելը այս բոլորին մաքրեց, բայց Իսրայելը չվերացրեց հիմքերը, որոնց հիման վրա այդ կազմակերպությունները ստեղծվել են։ Այսինքն
մարդիկ գալիս էին եւ դառնում էին Համասի կամ Հեզբոլլայի անդամ, ոչ թե որովհետեւ Նասրալլան էր գորգռում այնտեղ վազվզում տեղին դրոշակով ու բաներ, չէ, որտեւ իրանք զգում էին, որ ինչ որ բան կա, որը իրանք պետք է փոխեն, իրանք անարդարություն էին իրանք պատկերացմամբ աշխատում, տեսնում եւ աշխատում էին այն անարդարության դեմ։ Երբ դու գաղափարական շարժումների հետ գործ ունես, գաղափարական շարժումների ղեկավարներին վերացնելը քեզ ոչինչ չի տալիս։ Եթե դու չես աշխատում այդ գաղափարների դեմ, որոնց շուրջ մարդիկ հավաքվել եւ որոշել են, որ իրանք պետք է աբեկիչ դառնան, դու ոչինչ չես փոխում։ Դու ուղղակի փոխում ես հրամանատարին։ Ընդ որում, հին հրամանատարները, օրինակ Նասրալլա, Մասրալլան, իրանք քեզ համար կանխատեսելի են եւ իրենք քեզ համար արդեն իսկ մի քանի ոնց է տասնյակ տարի պլյուս լինելով աբեկիչ, արդեն տեղավորվել են, արդեն տաք է, իրանք արդեն պատրաստ են նաև բանակցելու եւ դու իրանց միջոցով կարող ես կասեցնել աբեկչական գործունեություն։ Ես օրինակներ բերեմ սիրուն ինձ ճիշտ հասկացեք, որևիցե կերպ չեմ համեմատում, հիմա որ ասեմ, ասենք ոչ բարոյական, ոչ բանի ինքերի վրա, Բասկյան էտան, բասկերի շարժումը, որը ամբողջ Իսպանիայի համար մի ահավոր վիճակ էր, բայց իրանց այդ վերնախավը ինչ որ տարիներ անցավ եւ իրանք որոշեցին, որ քաղաքական թևը ավելի կարեւոր է եւ մտան Իսպանիայի քաղաքական դաշտ։ Այո, մարդիկ, ովքեր դժգոհ էին, շարունակում են իրանց ձայն տալ եւ ինչ որ կերպ, բայց արդեն քանի որ սրանք ունեն հեղինակություն եւ այդ հեղինակություն ունեցողներն են ասում, գիտեք ինչ կա, մենք այլևս պետքա որևիցե կերպ մարդու կյանքին վնաս չտանք։ Եվ բանը IRA-ն, Իրան այսպես կոչված, Իռլանդական հանրապետական բանակը, որը որ Հյուսիսային Իռլանդիայի բանի պատմությունն է, սա էլ է իր հերթին բան։ Այո, իրանք ունեին ահավոր լուրջ աբեկչական թեւ 80-ականներին, հենց այն ժամանակ, երբ ստեղծվում եւ ստեղծվում չէ, բայց զարգանում եւ հզորանում էր Ֆաթխը, Հեզբալլան եւ այդ բոլոր կազմակերպությունները։ Իրանք ինչ որ մի կերպ ծանր, ահավոր ծանր, էլի կոնֆլիկտային, էլի կրակոցներ բան, բայց ինչ որ մի պահի եկավ են վիճակի, որ օքեյ, այս ռազմական թևը թուլանում է, ռազմական թևը կնքում է պայմանագիր, ռազմական թևը զենքը վայր է դնում եւ մենք սկսում ենք քաղաքական շարժումը, որտեղ անverջ մարդ սպանելով ոչ միտեղ չես գնի։ Երբ որ դու 21-րդ դարի առաջի քառորդում նմանատիպ գործողության ես գնում, այն փորձը, որը արդեն մարդկությունը ունեցել է 80-ականներին, 90-ականներին, նշանակում է դու հասուն չես, կամ չես զարգացել այդքան, թե զարգացած ես, կամ զարգացել ես, գիտես այդ ամեն ինչը, բայց համարում ես դա սխալ, հետեւաբար դու դեգեներատ ես։ Բայց դուք չեք կարծում, որ Իրանը հետ քայլ է անում այս իրավիճակում, հաշվի առնելով մի քանի ժամ առաջ, այս պայդրությամբ մի քանի ժամ առաջ հրապարակված ամերիկյան լրատվամիջոցի այն հրապարակումները, որ Իրանի իշխանությունները արաբական երկրները ներկայացնող միջնորդների օգնությամբ Միացյալ Նահանգների իշխանություններին փոխանցել են, որ պատրաստ են վերադառնալ երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին, եթե Վաշինգտոնը չներգրավի ռազմական գործողություններում։ Դա ամենասկզբից հայտարարվել է եւ ամենասկզբից այս բանակցությունները 15 թվականից Իրանը ասել է, որ ինքը պատրաստ է խաղաղ բանակցությունների, նույնիսկ ավելի շուտ խաղաղ բանակցությունների միջոցով այս հարցը լուծել։ Չի զարմացնում։ Այսինքն բոլորը հասկանում են, որ նույն բանը առաջին ասեց 2 օր առաջ, չէ, 3 օր առաջ, երկրորդ օրվա վերջում, որ մենք չենք պատրաստվում միջուկային զենք ունենանք, բայց մեր խաղաղ միջուկային էներգիայի զարգացնելու հնարավորությունները ենթակա չեն քննարկման։ Okay, էսա։ Բան չի փոխվել։ Սա ի տարբերություն Իսրայելի, որտեղ մի խումբ մարդիկ եկել են իշխանության եւ վախենում են այդ իշխանությունը բաց թողնել։ Ես ոնց ճիշտ հասկանանք, այո, Իսրայելը կարողանում է։ Իսրայելի հանդեպ եվրոպական երկրները եւ ԱՄՆ-ն ունեն պարտականություն, իրանք հոլոկոստի համար վերադարձնում են, հա, ոչինչ չանել են, դիրքորոշումը 30-ականների վերջ, 40-ականների սկիզբ անցած դարի, երբ իրանք այդ մեղքի զգացումը վրաները ապրում են եւ ասում են, այ դե լավ հոլոկոստ էր, հիմա եկեք մենք Իսրայելին պահենք, ինչ որ մի պահ դա ավարտվելու է, ինչ որ մի պահ բարձա դառնալու, որ այն ինչ անում է Իսրայելը
շատ քիչ է տարբերվում նրանից, ինչ անում է Պուտինը։ Իսկ Պուտինը ռազմական հանցագործ է։ Արդեն առաջի քայլը եղել է։ Նետանյահուն Հաագայի տրիբունալով ճանաչվել է ռազմական հանցագործ։ Շատ քիչ է մնացել մինչև այն պահը, երբ Իսրայելը, ինչպես եւ Ռուսաստանը համարվի հանցագործություն, այսինքն նույն ահաբեկչական գործողություններ Չէ, բայց իրականացնող։ կներեք, հիմա ով է խոսում Իսրայելին պատժելու մասին, ոչ մեկ, նույնիսկ արևմտյան առաջատար պետությունները իրենց օգնությունն են առաջարկում, օրինակ Իհարկե, նորից եմ ասում, մենք խոսում ենք նրա մասին, որ հիմա պատերազմ է Իսրայելի դեմ։ Իսրայելի համար, այ որ իր վրա ինչ որ մեկը կրակի, դա կրիտիկական է, որովհետև հենց որ պատերազմը ավարտվում է, իրան գալիս են ասում են, որ երկու պետության սկզբունք նախարարներին մտցնում են սև ցուցակներ պատժամիջոցների տակ, հենց Իսրայելի իշխող կառավարության կառավարության նախարարներին, ավելին Մակրոնը եւ Սաուդյան Արաբիան կանգնեցին եւ մի վայրկյան էր մնացել, մինչեւ իրանք երկուսով Պաղեստինի անկախությունը ճանաչեն։ Սրա մասին է խոսքը, որ Իսրայելին պատասխանատվության են ենթարկում, ոչ թե իրան ռմբակոծելու են, չէ, իր դեմ կամ իր սեղանին դրված բանը հետեւյալն է, եղբայր դուք ստեղծվել եք որպես երկու պետություն, ու դուք պետք է դառնաք երկու պետություն։ Հակառակ դեպքում կոնֆլիկտը չի ավարտվի։ Չի ավարտվի, որովհետև այդ օտարային ինչ որ դուք անում եք ստեղ։ Դուք չգիտեք ինչ է կատարվում, բառից բուն իմաստով Իսրայելին ասում են դու չգիտես ինչ է կատարվում այս տարածաշրջանում։ Դու այս տարածաշրջանի համար օտար ես։ Այն ինչ որ դու անում ես, կարճաժամկետ է, այ հենց հիմա դու վերացրեցիր նախորդ պասաժս ինչին էր վերաբերվում, վերացրեցիր հին վերնախավին, ահաբեկչական կազմակերպությունների, եկան նորերը, որոնք արդեն գիտեն artificial intelligence-ը որն է, արդեն ոչ թե ձևական հարամ հալալ պատմությունների մեջ են, այլ մեջները նստած է, որ Իսրայելը թշնամի է, որի դեմ պետք չի պայքարել կանոններով, պետք չի ասել, որ չէ, մենք պետք է 7 անգամ նամազ անենք, չէ, ինքը չի անելու այդ նամազը։ Ինքը այլ կերպ է պատասխան պահանջելու Իսրայելից։ Արդեն անհասկանալի եւ չտարբերվող բանով։ Հասկանում եք, երբ դուք հարվածում եք գիտնականների, որոնք տանը նստած են, ընտանիքներով, եւ ուրախ զվարթ թփրտում եք ձեր քաղաքների փողոցներում, որ մարդիկ սպանվել են տներում, այդ թվում ընտանիքները, կներեք, բայց դուք շատ քիչ եք տարբերվում այն տականքներից, ովքեր ուրախ զվարթ թփրտում էին հոկտեմբերի 7-ին, երբ Հեզբալլան Համասը մտավ կիբուցներ։ Ոչ մի տարբերություն չկա։ Ինձ համար հերո ապրող մարդու ոչ մի տարբերություն չկա, այդ կիբուցում են ուրախ զվարթ թփրտում, թե ինչ որ աուլում են ուրախ զվարթ թփրտում, որ խաղ բնակչություն չին մեռնում։ Չկա տենց բան։ Գոյություն չունի, որ երեխա է մեռնում, գոյություն չունի աշխարհում մի գաղափարախոսություն, որի համար կարելի է ներել խաղ բնակիչների ռմբակոծություն։ Բայց ով է պատասխան պահանջելու, երբ որ Ամերիկան է կանաչ լույս վառել Իսրայելի համար հարձակվելու առումով։ Դե քեզ թվում է պատասխան պահանջողները տենց բան են, ամերիկյան վիզաներով են։ Չէ։ Դե գերտերությունը աշխարհի ասել է հարձակվում։ Քեզ թվում է գերտերությունները են փոքրիկ բաների, Երուսաղեմի թագավորության հարցը ով լուծեց։ Մարդիկ։ Հետո նոր եկավ Սալահադդինը։ Մարդիկ, ուղղակի մարդիկ։ Արաբական ինչ որ ընտանիքների հեռավոր գյուղերից մարդիկ, ովքեր կորոշեն, որ դա տենց է։ Այսինքն հաշվի հardար են տեսնելու վարչապետը։ Միանշանակ ու բախտները կբերի, որ այդ հաշվի հardարը լինի բացառապես Իսրայելի տարածքում, որտեղ իրանք գիտեն, որ դա տենց չի լինելու։ Իրանք սկսել ռմբակոծությունից հետո անմիջապես հրապարակեցին հրաման, որը հրեաներին ամբողջ աշխարհի կոչ էին անում հրաժարվել հրեականության հետ կապ ունեցող սիմվոլիկայի եւ բանի ցուցադրումից, սինագոգ այցելելուց, պարել երգելուց, հագնվելուց, ողջունելուց Իսրայելի գործողությունները, որտեղ իրանք գիտեն որտեղից է պատասխանը գալու։ Իրանք լավ գիտեն, որտեղ այն ինչ որ իրանք անում են, դա պետության մակարդակի չի, դա մեկ։ Երկրորդը Ամերիկան, ինչպես Տրամպը ցույց տվեց, հավերժ չի քաղաքական բանի առումով, կուրսի առումով։ Բայդենը օրինակ թույլ չէր տալիս եւ Նետանյահուին ատելով ատում էր, օգնում էր Ուկրաինային։ Եկավ Տրամպը, որ Ուկրաինային ատելով ատում է եւ
Ուկրաինային հասանելիք զենքերը տալիս է Նետանյահուին եւ բանը անում, սարքում է կոնֆլիկտ ուրիշ տեղ։ Ինչու՞, որտեվ իրան պետք չի Ուկրաինան, իրան պետք է որ Ուկրաինան կորչի տեղեկատվական դաշտից։ Հիմա իրա համար շատ հարմար է։ Հայտարարել է բանի իր Պենտագոնի ղեկավարի շրդունքներով, որ օգնություն չի լինելու, զենք զինամթերք չի տրամադրելու, մեր բարեկամ Իսրայելին ավելի է պետք, հենց որ Ուկրաինան ինչ ուզում է թող լինի։ Այսինքն այս մեծ մոդելի մեջ ինքը ոչ թե պահում է ակնհայտորեն չարիքի դեմ կռվող Ուկրաինային, այլ պահում է երկրի, որը ինքն իր համար հնարել է չարիք, որտեվ օքեյ, իրանական միջուկային ծրագիրը պրոբլեմ է, բայց Իրանը բանակցում էր։ Ոչ մեկ չէր խանգարում Իրանի հետ բանակցությունները շարունակել։ Ոչ մեկ, ոչ մի բան չկար արգելող։ Այսինքն Իրանը համաձայն էր նույնիսկ ՄԱԳԱՏԵ-ի բանի ժողովրդին կանչել, բան բերել, մենակ թե ասում մեր խաղ միջուկային ծրագիրը մի ձեռք տվեք։ Դա առիթ է, նույնիսկ եթե ինքը քեզ փորձում է խաբել, բայց այդ պատրվակով պատրաստ է քեզ մոտ մտցնել բանի միջուկային էներգիայի այդ միջազգային գործակալության ստուգող մարմիններին։ Եթե դու պատերազմ չես ուզում, դա առիթ է պատերազմը կասեցնել։ Իսկ ինչ է անում Տրամպը։ Տրամպը ոչ բան չի անում։ Տրամպի համար կարևորը Ուկրաինայի այդ չլուծվող պատերազմ, որովհետև ինքը Ուկրաինայի պատճառով 24 ժամվա մեջ դարձավ ծաղրացու։ Ինչի մասին ամբողջ բանը ասել։ Տարիֆային պատերազմի մեջ անհաջողություն, ուկրաինական պատերազմը կասեցնելու մեջ անհաջողություն, Գազայի հատվածի պատերազմը կասեցնելու մեջ անհաջողություն։ Ինչքան ժամ 6 ամիսա նախագահը ոչ մի հաջողության չի հասել։ Հա, չէ, մի հատ արել է։ Ռազմական շքերթ արել իր ծննդյան օրը։ Ու նույն ծննդյան օրը ամերիկյան սենատորներ ու կոնգրեսմեններ կրակել են, սպանել են իրանց։ Փայլուն բան է տենց գործողությունների շարքը։ Տեսեք, Բենյամին Նեթանյահուն մի տարբերակ է տեսնում հակամարտությանը վերջ դնելու, դա Խամենեիի սպանությունն է։ Սա ինչքանով է իրատեսական այս սցենարը։ Սա աբեկչությունը։ Աբեկչությունը։ Խամենեին կյանք օրինակ տեսեք տարբերությունը որն է աբեկչական կազմակերպությունները տարածաշրջանի չեն անձնավորը երբեք։ Այսինքն վստահեցնում եմ, որ հիմա գնաք խոսեք, դուք Համասում, Հեզբոլլայում, Հութիների մոտ եւ տարբեր տեղեր կլսեք, որ կոնֆլիկտի լուծումը իրականում Բիբի Նետանյահուի սպանությունն է։ Շնորհավորում եմ, եկե հասել ենք բան միջնադար։ Ոչ, դա այդպես չի, Խամենեին չի կոնֆլիկտի հիմքում ընկած։ Այսինքն արտաքնապես Խամենեիի կառավարումը այն է ինչի մասին կարելի է խոսել, որ բան, բայց Խամենեին այստեղ էական է այն առումով, որ ինքը այն կետն է, որից պիտի բանակցություններ վարես։ Եթե Խամենեին չլինի, դա ընդհանրապես ոչ մեկ չի կարողանա կառավարել իրավիճակը։ Ինչ կլինի, եթե սպանեն։ Չգիտեմ, Նարեկ ջան, ես չեմ պատկերացնում այդ համակարգը իրանց ներսի ոնց է։ Ես գիտեմ, որ կայուն են եւ վերարտադրվում, ես շատ արագ նշանակվում են նոր հրամանատարներ, հա, օրինակ գլխավոր շտաբի գրեթե գլխատումը ոչ մի բանի արդյունքի չբերեց։ Դա մի փոքր աբեկչական կազմակերպություն չի էլի, որ ասես շատ բան անձի վրա է բռնված, չէ, համակարգ է, բանակ է, այն էլ է բանակի պես մի բան, հա, մեկ ուրիշին կնշանակեն հետո։ Ինք սպանեցիր, եկավ մյուսը, ինչ ես անելու։ Սա էլ է պատրաստ բանակցել, մյուսն էլ է պատրաստ բանակցել, հա, բայց դու պատրաստվում ես կոնկրետ մարդու սպանել ինչի համար, որպեսզի դու մնաս իշխանության, օքեյ, ուրեմն պատրաստ եղի, որ ինչ-որ մի պահի քեզ են սպանել։ Այսինքն սա դուք հասկանում եք, չէ՞ որ սա աբեկչություն է։ Երկրի ղեկավարը ինքը իհարկե ռազմական հանցագործ է Հաագայի տրիբունալի բանով, ասենք այդ մեղադրանքով իրան պիտի ձերբակալեն, բայց ինքը բերն է բերան քրեականորեն պատժվող բան անում, գոյություն չունի իրավական ապացույց, որ Խամենեին ինչ-որ մեկին սպանել է։ Ինքը կրոնական մարդ է։ Այսինքն եթե մենք մնում ենք օրենքի գերակայության դաշտում, առանձին վերցրած մարդու անուն ասել եւ ասել, որ այդ մարդը պետք է սպանվի,
Դա մի տեսակ քրականորեն պատժելի է։ Դա քրականորեն պատժելի է բոլոր տիպի հասարակություններում։ Սա խոսում է նրա մասին եւ ելի եմ ասում, եթե Իսրայելի բնակչությունը ոչ թե դրանից հետո գնացել է ու քացով հետույքին տշելով Նետանյահուին տարեկցել է մեռալ ծովը, այլ ուրախ կիբուցներում դպրտում է, նշանակում է, որ իրանք ավտոմատ կերպով ողջունում են ահաբեկչությունը։ Դե BBC տված հարցազրույցում ասել է, որ իր երկիրն ասում է արա այն ինչ անհրաժեշտ է, այդ թվում ռմբակոծիր Իրանի միջուկային օբյեկտները, սպանիր առաջատար գիտնականներին եւ ռազմական ղեկավարներին։ Okay, ես իմ ժողովրդին եմ անում։ Հրաշալի է, բայց դու երկրի ղեկավար ես ինչի համար, որպեսզի անես այն ինչ որ հասարակական կարծիքը ըստ քեզ պահանջում է, հարցումներ կան, հա։ Իսրայելի վիճակագրական ծառայությունը արել է մտել է տնտունե տուն եւ մարդիկ կոնկրետ պատասխանատվություն ստանձնելով, այսինքն սեփական ստորագրությունով հաստատելով, ասել են, որ Իսրայել պետությունը պետքա դառնա մարդասպանների, ահաբեկիչների պետություն, այսինքն անուն առանուն գնա ֆիզիկոստերին գտնի մորթի, ստեղ իրավականորեն ահավոր լուրջ խնդրեմ առաջանում։ Թողենք մի կողմ, որ պատերազմը հիմա գնում։ Մենք ունենք պետություն, որտեղ առանձին վերցրած այլ պետության քաղաքացիներին ինչ որ մեղադրանքով չապացուցված։ Մենք ոչ մեկս չգիտենք այդ ֆիզիկներին, որ վերացրել են, այդ ֆիզիկների կինը եւ անչափահաս երեխան, որի ռումբը մտել է իր տան մեջ ու իրանք մնացել են այնտեղ հավերտ մահացել են։ Ասենք այդ 7 տարեկան աղջնակը կոնկրետ ինչ խնդրեմ էր ստեղծում Բիբի Նետանյահուի համար։ Անկախ ամեն ինչից, նույնիսկ եթե դու հրաման ես տալի մարդ վերացնելու, ընտանիքով մարդ վերացնելը ո՞րն է։ Դուք հասկանում եք, խնդրեմը բարոյականության մեջ է։ Պուտինից ոչինչով չի տարբերվում։ Իրանք բարոյականություն հիմքերն են ոչնչացնում, քաղաքակրթության բարոյական հիմքերի ոչնչացումը տեղի ունենում։ Նույնիսկ եթե իր այսպես կոչված ժողովուրդը, որտեղ 100,000 հոգի առնվազն, եթե ոչ ավել, թափթփուկներ են Աբշերոնից, որոնք հայկական ջարդերից հետո զաքսերով մտնում էին, հրյա տատիկի բաներ էին ստեղծում իրանց համար, ծննդականներ, որ փախտեն գնան Ադրբեջանից, Իսրայել ապրեն։ Իրանք էլ են, չէ՞ երևի պահանջում որպես հրյա, որ պետքա գնաց վերացնես։ Էլով է պահանջում որպես հրյա, որ գնան վերացնեն։ Գալ Գադոտը։ Դա ասում են Թրամփն է զսպել, որ այդ ծրագիրը կյանքի չկոչեն հոգևոր առաջնորդի հետ կապված։ Վետո դնել։ Ինձ չի թվում, որ Թրամփը մի բան կարա զսպի։ Ինձ չի թվում, որ Իսրայելում Թրամփի նման նախագահին շանտեղ են դրել երբևիցե։ Թրամփը շատ թույլ է, որպեսզի կարողանա ինչ-որ մեկի ընդհակառակ, սա Թրամփի թույլությունից օգտվելով է արված։ Զսպել կարար Բայդենը։ Հենց հիմա Թրամփը կարա պատերազմը կանգնեցնի, հենց հիմա։ Այդ զսպել, մսպել բանը թողենք այդ սաղմի կողմ։ Հենց հիմա Իսրայելը կլիենտ երկիր է, Իսրայելը ոչինչ չի արտադրում, Իսրայելը նույնիսկ չի արտադրում հենց հիմա բանի Հայֆայի նավթամշակող գործարանի հարվածից հետո բաների համար, գործանիչների համար անհրաժեշտ, F-35-երի համար անհրաժեշտ վառելիքը չի արտադրում։ Բայց շատ հեշտ է։ Այ ոնց որ ինքը Ուկրաինային ասում, ես ոչ բան չեմ տա, պրոստը զանգում ասում, զենք չեմ տալի, կասեցնում եմ, վերջ, բրծավ։ Բաստա։ Փակվակ։ Ինչու չի կանգնեցնում Թրամփը։ Որտեվ բլոջիկ չունի։ Ինքը չի կարա կանգնեցնել, ինքը ոչ մի պատերազմ չի կարա կանգնեցնել։ Ոչ մի։ Ինչն ասում է, ես Հնդկաստան-Պակիստան կանգնեցրեցի, նույն օրինակով էլ Իրան-Իսրայել կկանգնեցնեմ։ Նարեկ ջան, 3 առաջ օրը սուրճ էինք խմում Երևանի կենտրոնում։ Մի հատ տենց բան կա։ Քաղաքում շատ հայտնի պերսոնաժ, որը գալիս է ու սկսում է գոռալ. արխային եղեք։ Գիտեք ինչ կանեմ, մեկը մեզ գնացնի, մեծ տեղից կճղեմ բան սենց։ Խոսում ու սենց սա ասպուտի ծաղում են ու ասում են գնա։ Ինքը հա տենց պտտվում գալիս է։ Ես ձեր ցավը տանեմ, բան դուք հայաց, դուք հզոր եք, ես գիտեք ինչ կանեմ ձեր համար։ Խոսում ու գնում, վնաս չի տալի ոչ մեկին։
Հասկանում եք, այդ մարդը ավելի հզոր է, քան Տրամպը, որտեվ ինքը ոչ մեկին չի ջղայնացնում։ Ու ինքը որ անցնում է, գալիս ասում է, ես ձեր ցավը տանեմ, դուք ամեն ինչ կարաք, ես ձեր ազգի ջանին մեռնեմ, հայա, չնայած ինքն էլ տենց գալիս է ու անցնում է, ինքը շատ ավելի դրական պերսոնաժ է համաշխարհային էներգետիկայի համար, այն որ տիեզերական բարիության համար ինքը ավելի է հետաքրքիր քան Տրամպը։ Տրամպը կարա իր արձանը դնի գոլֆ խաղալուց, հասկանում ես։ Տրամպը կարա ինչ-որ անճաշակ ոսկեզոծ բան անի օվալ կաբինետում։ Տրամպը Ամերիկայի այն նախագահն է, ում օրոք զորք է մտնում, զորք, որպեսզի Ամերիկայի քաղաքացիներին վնաստա ու շպրտի երկրից դուրս, վերջի անգամ տենց 67-րդ թվին է։ Տրամպը այն նախագահն է, ում օրոք կոնգրեսական եւ սենատորի ներկայացուցիչներին սպանում են, եւ ինքը ձեն չի անում։ Եվ դա ոչ մի կերպ չի անդրադառնում ամերիկյան քաղաքականության վրա։ Տրամպը այն նախագահն է, ում օրոք առանձին վերցած Պենտագոնի ղեկավարի կինը մասնակցում է հույժ գաղտնի քննարկումներին։ Ոնց որ կներեք, բայց ինքը աշխարհը տեսնում է, չէ՞ որ ինքը հեղինակություն չի։ Դրա համար է տենց հավարվում։ Հիմա մեծ հաշվով Իրանն է պարտված դուրս գալու այս պատերազմ կամ հիմա ով է պարտվողի դերում, Իրանը թե Իսրայելը։ Երկարաժամկետ։ Կարճաժամկետ երկուսն էլ շատ ծանր վնասներ են կրել։ Միջնաժամկետ Իրանը մինչև տրանսֆորմացիա անցնի, այսինքն պետք է նորացվի այս ամբողջ համակարգը, այդ թվում, չգիտեմ, կոյուղի ջրատար բան, ակնհայտ է, որ դա էլ պետք է լինի, Իրանի համար կարող է ֆինանսապես ավելի ծանր լինի, իսկ բանը երկարաժամկետ առումով չկա այդպես բան, Իսրայել գոյություն չունի երկարաժամկետը, այս բանը, զուտ ժողովրդագրական բան, այդ ֆիզիկայի կանոնների դեմ ոչ չես կարող անես։ Այսինքն մենք ունենք մի իրավիճակ, երբ միջին տարիքը հրեա բնակչության 40+ է, իսկ Իրանի միջին տարիքը 35 է։ Այսինքն միջինում Իրանը մոտ 10 տարով ավելի երիտասարդ է։ Իսրայելը ինքը Իրանով Հայաստանից փոքր երկիր է, ուղղակի, ու նենց չի, որ խաշմերուկ ունի, բոլոր հարևանների հետ ունի պրոբլեմ։ Ոնց որ երկարաժամկետ ես ոչ մի դրական բան Իսրայելի համար չեմ տեսնում։ Պատերազմը հենց որ ավարտվեց, երիտասարդության մեծ արտահոսք կա լինելու։ Ասեմ ավելին ու բան չի էլի, օրինակ, իզուր չեմ ասում, հենց այնպես չասցի այդ անունները, օրինակ Գալ Գադոտը, որը սուպերվումենն է, բան, ինքը ստիպված է լինելու հետո ասել, որ ինչպես է վերաբերվում նրան, որ իր անունով երեխա են սպանում։ Արդյոք ինքը պատկանում է հրեաների են շարքին, որը ողջունում է երեխաների սպանությունը։ Ու բազմաթիվ մարդկանց առջև այս հարցը դրվելու է։ Եվ այդ հարցի պատասխանը, եթե իրանք չունեցան, այդ շատ վատ է լինելու, որովհետև ամբողջ աշխարհի հրեաներն են հետ կանգնելու Իսրայելից, որովհետև ինքը Իսրայելը պետք է սրան պատասխան տա։ Շատ բավական ծանր է, եթե 20-րդ դարի սկիզբ լիներ, Իրանը թուլացած է դուրս գալու այս պատերազմից։ Իհարկե բոլորն են թուլացած պատերազմից դուրս գալու, բոլոր անխտիր, Նարեկ ջան։ Փախստականների շարժատեղում, բնակչության շարժատեղի ունենալու, թուլացած, տես, տնտեսական այդ ամբողջ կառուցված ենթակառուցվածքները վնասված են, դրանք պետք է զրոյից վերականգնվեն։ Թուլացած է, բայց դա նաև հնարավորություն է, հա, օրինակ նույն Բանդեր Աբասի կամ Իսվահանի այդ նավթամշակող բաների կառուցվել էին 70-ականներին, հələ շահի ժամանակ շատ հաճախ։ Իրանց հիմա Իսրայելը հարվածել է եւ բան արել։ Իր հույսը այնա, որ պատերազմը կվերջանա, ինքը իրանական վերնախավին կոչնչացնի եւ իրանական ժողովուրդը, Իրանի ժողովուրդը մեծ հաճույքով եւ ծափահարություններով, պարով, երգով, պապուասների պես կընդունի հրեական գումարները, որոնք կգան վերականգնելու Իրանը, ոչ, սա ակնհայտ է, որ տենց չի լինելու։ Իրանը երկար կվերականգնվի, բայց կվերականգնվի օրինակ չինական տեխնոլոգիաներով։ Աշխարհի համար սա շատ վատ է, որովհետև եթե մինչև այսօր գործող իրանական գործարանների եւ բաների 90%-ը հիմք է
արևմտյան տեխնոլոգիաներն են, հա, գերմանական, ֆրանսիական, ամերիկյան, նույնիսկ դե մինչև 70-ի հեղափոխությունը, գործարանները, բաները, մոտեցումները, այդ ամբողջ ընդեղը։ Հիմա սա կանցնի Չինաստանի կողմ։ Եվ ռազմավարական տեսանկյունից Ամերիկայի Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է, ուղղակի անհրաժեշտ է, որ Իսրայելը սթրվի տեղը, որպեսզի ինքը Իրանի հետ բանակցությունները վարելուց չապահովի Չինաստանի համար նոր պլացդարմ, եթե ինքը համարում է, որ Չինաստանի հետ հակամարտությունն է։ Պարոն Սարգսյան, Ստոկհոլմում գործող խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտը հայտարարում է, որ այսօրվա դրությամբ Իսրայելը 90 միջուկային մարտագլխիկ ունի, դա կօգտագործի թե ոչ։ Նայ, սա շատ կարևոր հարց է, որի պատասխանը իրականում կախված է նրանից, թե որքանով Իսրայելի ղեկավարության մեջ հակահումանիստական եւ հակամարտկային բաները կգերակշռի մարդկային մոտեցմանը, քանի որ Իրանը հեռու է եւ քանի որ Նետանյահուն մեծ հաշվով անբարոյական է, կարա տենց հրաման տա եւ ամբողջ հարցը կանգնելու արդյոք օդաչուները Իսրայելի կկիրառեն թե չէ։ Դրա պատասխանը լինելու է տես ինչու ինքը կարա, ինչու չեմ բացառում, որ դա ինքը կարա անի։ Միակ խնդիրը, որը Իսրայելը հիմա պետք է լուծի, դա Իրան-ԱՄՆ ուղիղ պատերազմի սկսելն։ Այսինքն ինքը ամեն ինչ կարա անի։ Մինչև դա իհարկե այլ քայլեր կա։ Ինքը կարա պրոքսիներով կամ այլ դրոշի տակ իրականացված օպերացիաներով ուղղակի, չգիտեմ, սպանի մի 100-200 ամերիկյան զինվոր մերձավոր արևելքում եւ ասի, որ սա Իրանն է։ Մի երկու հատ հրթիռ բաց թողի, ճակերտավոր մթում թե Իրանից, ասենք, չգիտեմ, Բահրեյնի կամ Քուվեյթի տարածքում տեղակայված ամերիկյան զորքերի վրա, որտեղ ամերիկացիներ զոհվեն եւ ինքը ասի, որ սա Իրանն էր, որպեսզի ամերիկան պատերազմ սկսի Իրանի դեմ, որովհետեւ սա է միակ պայմանը, որով Իսրայելը քարտեզի վրայից ռետինով չի ջնջվում։ Ուղղակի բացառվում է Իսրայելը այլ գոյության երաշխիք չունի, այդ երաշխիքը բացառապես այս պատերազմում, հա, ինքը ստեղ չի կարա հաղթի երկը։ Ես արդեն մի քանի անգամ ասել եմ, էլի ասեմ, ստեղ էլ թող հնչի, մեր տարածաշրջանում, մեր օրինակով, հա, բերեմ, որպեսզի պարզ լինի, Ավարելի ճակատամարտը 3 էր, իսկ 92 թիվը շատ վաղուց, այսինքն խնդիրները դիտարկել մերձավոր արևելքում զուտ արևելաեվրոպական բանով, որը հա եկա այս սրանց մայրաքաղաքը բան արեցի կամ իրանք արդեն տնտեսապես չեն կարող, հիմա կհանձնվեն, հիմա կստորագրեն, հետո խաղաղ ու սիրուն մենք կապրենք, իրանք էլ բան, չէ, տենց չի։ Այստեղի կոնֆլիկտները խորքային են, արժեքային են, էթնիկ են եւ լուծում չունեն այն մոդելներով, որ այս պահին օգտագործում է Իսրայել։ Իրոք չունեն։ Մենք հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին բազմիցս խոսել ենք, չէ՞։ Ինչի հողի մասին էր այդ կոնֆլիկտը։ Այդ կոնֆլիկտը Արցախի մասին էր, գրավյալ տարածքների մասին էր։ Այդ ամեն ինչը արդեն ինքը հասել է այդ պատկերին, եթե դրա մասին էր, չէ։ Կոնֆլիկտի գնալով բացահայտվում է, որ հայազգ պետքա չլինի։ Եվ ստեղ իրանք նման են Նետանյահուի հետ Ալիևը, ռուսների հետ, բայց այդտեղ ռուս-ուկրաինականի տարբերակով։ Իրանք շատ նման են։ Իրանք ուզում են մարդկային բանի քաղաքակրթության զարգացման այդ բարոյական հիմքերը ոչնչացնեն, այդ թվում ձեռքի հետ ոչնչացնեն այն պետությունները եւ ազգերը, որոնք այդ ամեն ինչը հիշում են եւ կենթանի են։ Երբ որ մենք ավարերի ճակատամարտի մասին բան ենք անում, հիշում ենք, պարսիկները իհարկե ասում են, դե լավ, օքեյ, եթե շատ եք ուզում կարանք խոսանք, բայց մեր պատմության մեջ դա չկա, կամ չգիտեմ, բայց մեկ-մեկը ի վերջո այդ հարցը քննարկում ենք, կասկած չի առաջանում, որ այդ երկու ազգերը ինչ որ տարբեր ղեկավարների
հովանու ներքո դար իրար այս կամ այն կերպ ծեծել են կամ չեն ծեծել, մեկը մյուսին առաջ է տվել, մյուսը մյուսին հետ է տվել, դավաճանել են, պատերազմներ են, բայց այդ 6000 տարվա պատմությունը կա։ Տարածաշրջանում կան երկրներ, որոնք հիմա երկիր են, որոնք տարածաշրջանում պատահաբար հայտնվել են 20-րդ դարում։ Ընդ որում ես ասեմ, հա, դա ոչ միայն բանն է Ադրբեջանն է կամ Իսրայելն է։ Իսրայելը ընդհանրապես 20-րդ դարի կեսերին է այնտեղ հայտնվել։ Որպես պետություն, չեմ ասում որպես ազգ, որպես պետություն։ Որպես պետություն Իսրայել, այն ինչ որ հիմա կա Իսրայել, չի եղել երբեք։ Եղել է Իուդեայի Սամարիայի թագավորություն, եղել է Երուսաղեմի թագավորություն, եղել է ինչ որ բան, բայց այն ինչ այսօր կա այդ Ղոլաններից մինչև Սինայի թերակղզի չի եղել երբեք։ Ու չի եղել, որովհետև այն Սինայի կտորը ընդհանրապես երբեք Իսրայելին չի պատկանել։ Նույն բանը Ադրբեջան չի եղել, 20-րդ դարում է ստեղծվել։ Թուրքիան ստեղծվել է 32 թվականին։ Որտեղ չես կարող։ Մասնակցություն ունի այս պատերազմին, թե ոչ։ Ըստ իրանական աղբյուրների, այո։ Ինչպես է դա դրսևորվում։ Դե բանա, որպես այդպեսին պլատֆորմա հանդիսանում, հիմք հանդիսանում բաների, դրոների համար։ Ակնհայտ է, որ Իսրայելը իրան օգնեց էթնիկ զտում անել Արցախում եւ հիմա Ալիևը պարտական է։ Բայց դա իրատեսական համարում եք դուք։ Իրատեսական ինչը Նարեկ ջան, չեմ համարում, որ իրան դրա համար կպատժեն։ Հարցնում ես մասնակցություն չի, ես ասում եմ, հա, կլվացվի կանցնի։ Իրանը դա կուլ կտա։ Ну, դա ամենափոքր խնդիրն է Իրանի համար։ Որտեվ ընդամենը բան է, էլի, տենց Ադրբեջանը մեծ հաշվով անհետաքրքիր թշնամի է Իրանի համար։ Չէ, բայց եթե Իրան միջական կողքին կա պետություն, որի տարածքից իրեն թիրախավորում են, ինչու չպետք է ուզի զսպել Ադրբեջանին։ Որտեվ իրանական գաղափարախոսության մեջ, պատմության եւ քաղաքական մտքի մեջ Ադրբեջան գոյություն չունի։ Բայց փաստացի կա մի տարածք, որտեղ Հա, չէ, իրանց դրա համար եմ ասում, կա մի տարածք, որտեղից խփում են։ Իրաքի տարածքից էլ են խփում, Սուրիայի տարածքից էլ են խփում։ Հիմա ինչ, չի դնելու սաղին վերացնի։ Դրա համար եմ ասում, այնտեղ ըստ հերթականության, ըստ առաջնահերթության Ադրբեջանը չկա։ Իսկ այս պատերազմը Հայաստանի համար ինչ հետևանքներ է ունենալու։ Դե տնտեսականը արդեն հայտնի է, ասում են, որ ապրանքները, որոնք բերվում էին Իրանից Հայաստան, ընթացքը դանդաղել է, արտահանումը դանդաղել է, բայց անվտանգային ինչ խնդիրներ կառաջանան։ Դե ցանկացած պատերազմ, որը քո պատերի տակ է տեղի ունենում քո սահմանների կողքը, ինքը իհարկե անվտանգային լուրջ խնդրեմ է։ Ամենակարևորը, որովհետեւ մեր բանակի եւ հատուկ ծառայությունների ղեկավարները աչքերը չփակեն, էլի, չմնան այդ հին ֆրունզեների, ակադեմիաների ու այդ տարբեր սովետական նամշած մամրակալած բաների մեջ։ Պետք է ուսումնասիրեն ամեն ինչ որ կատարվում։ Մեզ համար դա մեծ հաշվով ինչ որ չափով հանրագիտարան է այս պատերազմները։ Թե սա, թե ինչ որ կատարվում է Ուկրաինայում, ցավոք սրտի պարզվում է, որ ճանաչել զիմաստությունը եւս խրատի եւ իմանալ զբանս հանճարո, ոնց որ մեր անպատասխան մարմինների ղեկավարների մասին չի ասված էլ։ Դրա համար մեզ մոտ պետք է փոփոխություն լինի, որ դու պարտադիր չի դու մտնես պատերազմի մեջ, որպեսզի սովորես, չնայած 44 անցած բանակայինները իրավունք չունեն նմանատիպի կերպ իրանց պահեմ, ոնց որ սրանք են հիմա պահում, որոշ մարդիկ, հա, մինչև հիմա ինչ որ բաներ են պահանջում, որ Հայաստանում արտադրված ռազմաարդյունաբերական իրերը պետքա -30-ի ժամանակ աշխատեն, որ գալի ասում ես, այ հիմար դու Հայաստանում -30 երբ ես տեսել, դեգեներատ, ինքը ասում է դե գոստովը տենց է։ Չգիտես ինչ անես։ Այտենց ինչ որ դեգեներատներ կան բանակում, ռազմաարդյունաբերությունում, բարձր տեխնոլոգիաների նախարարությունը, ասենք Սբերբանկի գովազդային արշավներ անում առանց հասկանալու թե ինչ հետևանքներ դա կարա բերի։ Կառավարությունը թույլ է տալիս, որ Yandex-ներն ու բաները գան ստեղ առանց հասկանալու թե դրա հետևանքը ինչումն է։ Իսկ Ադրբեջանը կփորձի առիթից օգտվել։ Կախված նրանից, թե մենք մեզ ոնց դրսևորենք։ Եթե իրանք տեսնան, որ այս հիմարությունը շարունակվում է, այսինքն ոչ թե առիթ օգտագործվում է, որպեսզի տես հիմա
Իրանի գործոնը միշտ բերվում էր 3+3 չգիտեմ ինչի խաշմերուկ եւ տարբեր եկեք մենք տարածաշրջանում բոլորի հետ լավ լինենք բաների մեջ, որ դե տեսեք Իրան կամ մենք օքեյ, հիմա ինչ ես ուզում Իրանի հետ լավ լինես, Իրանի հետ ես ուզում լավ լինես, Իրանի հետ լավ ես ուզում լինես, որ ինչ, այս հարցերի պատասխանները պետք է շատ արագ տա մարդը, ով համարում է, որ կրթությունը նորաձև է, այսինքն կրթությունը եւ մինի բիկինին դրանք նույն մակարդակի բաներ են, որտեղ նորաձևը մինի բիկինին է, այտենց ինչ որ կրթությունը չի։ Կրթությունը ֆունդամենտալ։ Խոսենք այդ այսպես կոչված ճակերտավոր Զանգեզուրի միջանցքի մասին։ Ադրբեջանը շանս ունի Հայաստանի վրա հարձակվելու այս պատերազմի ֆոնին։ Հարձակվելը շանսը բան չի, հարձակվելու շանսը միշտ կա։ Կվայելի թե չէ դա հարց։ Եթե այդ եմ ասում, եթե հիմիկվա այս 3+3 խաշմերուկի կողմնակիցները շարունակեն գոռալ նրա մասին, որ ոչ մենք պետք է տեղավորվենք տարածաշրջանային ցանկությունների մեջ, շանս կունենա։ Եթե իրանք հիմա թքեն ամեն ինչի վրա եւ ստորագրեն դիմում Եվրոասոցիացիան, այսինքն ասեն, որ սա Եվրոպա է, օրինակ Մոդին հիմա Հնդկաստանի վարչապետը չնայած այդ պատերազմներ եւ տարածաշրջանում այդ տրակած վիճակ գնացել է Կիպրոս։ Եվ Կիպրոսում բան շատ ցուցադրական կերպով, տենց բավականին արհամարական Թուրքիայի նկատմամբ գնացել կանգնել է այդ Հյուսեն Կիպրոսի սահմանի վրա, որ դրան սարի վրա դրանք սպիտակ դրոշ են գրել իրանց բանը կիսալուսնով, այսինքն խնդիրը երբ դու դիտարկում ես տրամաբանության մեջ դու պետքա ինչ որ մի տեղին պատկանես, տեսեք Իրանը ոչ մի տեղին չէր պատկանում, ոչ մի ճամբարին չէր պատկանում, ինքը անկախ քաղաքականություն էր վարում, ըստ իրա, ինքը ասում էր, որ ես իմ գիծն եմ առաջ տանում, տեսեք ես իրավունք ունեմ, այս ամբողջ ինչով ավարտվեց, որ պատկերացնեք Հայաստանը մոտավորապես նույն բանն է անում, ինքը ունի պրոբլեմ, մենք ունենք խնդիր, լավ պրոբլեմ չէ, խնդիր ունենք, եւ այդ խնդրի լուծումը մենք տեսնում ենք նրանում, որ մենք գլուխներս ջայլամի նման մտցնում ենք ասֆալտի մեջ, մենք ասած կառավարությունը, հա, եւ ասում որ այդ խնդիրը գոյություն չունի եւ գոյություն ունի խաղաղության պայմանագիր, որը հենց հիմա պետք է ստորագրվի, ոչ մոռացեք չի լինելու։ Դե բայց հիմա նշեց չէ որ Եվրամիություն գնալու ժամանակը չէ։ Ով է նշե։ Նիկոլ Փաշինյանը Չեխիայում։ Դե Նիկոլ Փաշինյանը սխալվում է։ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանի քաղաքականության տեսանկյունից գերանգրագետ անձնավորություն։ Նորից եմ ասում, ճանաչել, զիմաստություն եւ սխրահատ իմանալ զբանը սանճարո, հենց այնպես չի մատենադարանի վրա կապած։ Այդ առաջի քայլն է։ Իսկ մարդը ոչ թե ճանաչել է զիմաստություն եւ սխրահատ, այլ ուսումնասիրել է հեծանիվների արտադրողների ապրանքատեսակները եւ բանը ուղեղը տվել է կեպկին։ Հենց հիմա Հայաստանի համար ամենավտանգավոր հայտարարությունները նրա մասին են, որ Հայաստանը ուզում է տարածաշրջանում մնա անկախ երկիր եւ խաշմերուկ։ Դրանից վտանգավոր բան Հայաստանի համար գոյություն չունի, որտեղ ինչպես տեսնում եք միջազգային օրենքը, միջազգային հարաբերությունների բարոյական հիմքը ոչնչացվում է հենց մեր տարածաշրջանում, որտեղ կային կարմիր գծեր, որ առանց բանի, առանց հիմքի չենք հարձակվում, արտգործնախարարությունների շենքին չենք խփում, երեխաների չենք վերացնում, չենք հայտարարում, որ առանձին մարդ պետք է սպանվի եւ հետո ուրախ զվարթ կիբուցներում թփրտում, որ սպանվել է համ այդ մարդը, համ իր երեխեքը։ Այդ բոլորի հիմքում ընկած էր միջազգային հարաբերությունների այն մոդելը, որը ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանը երևի ծանոթացել է տրեյնինգների ժամանակ 2010-ականներին եւ չգիտի, որ այդ վաղուց արդեն հին է։ Մեզ մոտ ամենաառաջի խնդիրը դա է, որ մենք պետք է հասկանանք, որ գործում է արդեն ոչ թե իդեալ պոլիտիկա, ռեալ պոլիտիկա։ Ռեալ պոլիտիկա հետևելն է, դու կամ ինչ որ ուժեղների ճամբարում ես, կամ վրեդ կոշիկ են սրբում։ Եվ ուժեղների ճամբարը դա բանը չի, Ռուսաստանը չի, ասեմ իմանա։ Տեսեք, ի տարբերություն ռուս-ուկրաինականի, Նիկոլ Փաշինյանը իսրայելա-իրանական պատերազմի հենց առաջին օրը դիրքորոշում հայտնեց,
քննադատական Երևանը նախարարգործ նախարարության մակարդակով դատապարտեց հարձակումը, հետո առաջարկեցին դիվանագիտական ճանապարհով հարցերը լուծել, Փաշինյանը Չեխիայում դատապարտեց, հենց առաջին օրերին հստակ դիրքորոշում պետք էր հայտնել, թե ոչ։ Դե հաշվի առնելով, որ մեր ֆինանսական չէ, բայց տնտեսական ուղիները բավական լուրջ կախվածություն ունեն Իրանից, այո, իհարկե։ Հաշվի առնելով են, որ անկախ նրանից, թե սա ինչով կավարտվի, տեսեք, անկախ այդ կեղծ բաներից, մոտեցումներից, Իրանը լինի դա Իրան, լինի դա Պարսկաստան, լինի դա բանինքը, ասենք, չի վերանալու, չէ՞։ Մեկը Իրանը մնալու է, իրանցիները մնալու են, նույնիսկ եթե իրենք հիմա հեղափոխություն արեցին, դարձան ժողովրդավար, գերլիբերալ, չգիտեմ, LGBT շքերթներով, որը 3 անգամ տարբեր քաղաքներում, իրենք մեկը Իրան են մնալու։ Եվ քանի որ նորից եմ ասում, այս տարածաշրջանում ավարել ճակատամարտը 3 էր, իսկ 92 թիվը վաղուց, շատ արագ բոլորը կմոռանան իսլամական հանրապետության մասին, եթե այդպիսի որոշում կայացնի Իրանի ժողովուրդը։ Բայց այն որ նեղ պահին հայերը իրանց չեն դավաճանել, դա երբեք չեն մոռանում։ Բայց չմոռանանք նաև Իրանի դիրքորոշումը 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կազմում ճանաչելու եւ մի մոռացեք, դուք էլ մի մոռացեք։ Բայց բայց խնդիրը, որովհետեւ խնդիրը երկու տեղ է դիտարկվում։ Դու հիմա փորձում ես բարոյականության տեսանկյունից նայել, այո, Արցախը հայկական է եւ այո, Ադրբեջան ռազմական հանցագործություն է գործում, բայց իրավաբանորեն, երբ դու ներկայացնում ես, դու ինչ որ մեկին իվամ պիտի ներկայացնես, չէ՞։ Իրավաբանորեն դա Ադրբեջանի տարածք է, that's it, всё, վերջակետ։ Ադրբեջանը արել է էթնիկ զտում իր տարածքում, իր հայ քաղաքացիներին ոչնչացրել է, հանել է, վտարել է։ Դրա համար Ադրբեջանը պետք է պատասխան տա։ Այսինքն այս փաստը նախ եվրոպական երկրների կողմից բան չի անում, Ֆրանսիան այդ գիծը միշտ առաջ է տանում եւ այդ պարագայում մենք ունենք նաեւ կարող հույս ունենանք, որ իսլամական աշխարհում թե արաբական եւ թե իրանական թևը եւս մեզ կաջակցի։ Այսինքն երկարաժամկետ տեսանկյունից Ադրբեջանը խնդրեմ ունի։ Բայց երբ որ դու խոսում ես նրանց, որ Իրանը քեզ համար պետք է մտնի պատերազմի մեջ, դու լրջորեն սխալվում ես նարեկ ջան։ Ոչ մեկ աշխարհում, ոչ մի մայր երեխա չի ծնում, որ այդ երեխան գա հայկական լեռներում հանուն Հայաստանի բարօրության եւ հզորության մեռնի։ Չէ, ոչ մեկ չէր ակնկալում, որ իրանցին պետք է գա կռվեր մեր փոխարեն, բայց այդ քաղաքական մակարդակով աջակցություն կարա լիներ օգուտ Հայաստանի, ոչ թե Ադրբեջանի։ Օգուտ Հայաստանի իրանք արել են ամենաս բանից, նոյեմբերի 9-ից սկսած։ Այսինքն երբ թույլ չեն տվել այդ հարձակումները, թույլ չեն տվել Զանգեզուրի միջանցք բացելը, անմիջապես հայտարարել են, որ Կապանում դնում են հպատոսություն եւ Հայաստանի սուվերենությունը եւ տարածքային ամբողջականությունը եւ այլն, այդ ամբողջ խոսույթը կար, ընդ որում իրանք այդտեղ գործում էին արևմուտքի հետ միասին համատեղ, այսինքն իրանք այդ պատերազմից հետո բալանսավորող դեր են խաղաց։ Ես չեմ ասում, դե ճիշտ հասկացի, ես չեմ ասում, որ սրանք լավն են։ Ես չեմ ասում, որ Իրանի ղեկավարությունը մի խելքի տոպրակ է։ Ես չեմ ասում, որ իրանք գիտես ինչ թույն են, չէ։ Ոչ, միանշանակ ոչ։ Ինչ համար ցանկացած կրոնական սկզբունքների վրա հիմնված քաղաքացիական օրենսդրությունը տարօրինակ է։ Ես որպես սոցիոլոգ քեզ կարող եմ ասեմ, որ դա նույնիսկ բան է, մեռելածին է, որովհետև կրոնական ուրիշ բանի համար է ստեղծված, կրոնական չի ստեղծված երկիր կառավարելու համար։ Ես չեմ համարում, որ Իրանը ճիշտ ճանապարհով է զարգացել այսքան տարիներ, որ ասենք փոխանակ զարգացնի բաները, ինչ որ ոլորտներ, փոխանակ մարդկանց հնարավորություն տա ազատ շփվելու, չգիտեմ, բան անելու, ինքը ինչ որ չադրաների համար մարդեր ձերբակալում բաներ անում, տենց ինչ որ աղջիկին ձերբակալում ծեծում էին, ինքանին ծեծում ինչև մեռնեն բան։ Ես համարում եմ սխալ սա։ Բայց երբ դու դիտարկում ես այդ սխալները ու սխալները, որ ասենք ինչ որ բան են, այն ինչ որ անում է խոսքի Իսրայելը, դրանք անհամեմատելի են։
Եվ այս իրավիճակը Իրանի շուրջ ստեղծված ինչքանով է նպաստում կամ ազդում, որպիսի հետ կանգնի հենց այդ ձեր թվարկած դիրքորոշումներից իր ստանձնած, այսպես ասած, պարտավորություններից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասով, թե դեռ այդքան չի թուլացել Իրանը։ Իրանը այնքան երբեք չի թուլանա, որ բան անի, տարածաշրջանում իր դերը ճանաչի, որ ինքը գոյություն չունի։ Այսինքն եթե զուտ հայտարարությունների մասն է, իսկ իրականում միշտ հայտարարությունների մասն է եղել։ Իրանը երբևիցե այնպես չի որ բան։ Իրանք Ադրբեջանի հետ ավելի շատ է զորավարժություն արել, քան Հայաստանի։ Հայաստանի հետ մի հատ է զորավարժություն արել։ Այսինքն այնպես չի որ Իրանը այդպես պատրաստ էր զորք մտցնել։ Չէ, Իրանը երբեք չի թուլանա այնքան, որ նմանատիպ հայտարարություններ չանի, նույնիսկ եթե բանը գրեթե զրոյի հավասարված լինի։ Հարցը լրիվ ուրիշ տեղ է։ Իրանը այստեղ ոնց որ Իրանի հայտարարությունները համահունչ են Եվրատլանտյան մեր գործընկերների հայտարարությունների հետ։ Հայաստանի հարցում Իրանը գործել է, ասենք, հարմոնիկ կերպով ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Կանադայի, Գերմանիայի հետ։ Եվ իրականում մեր անվտանգությունը ապահովում է եվրոպական դիտորդական առաքելությունը եւ Հայաստանի եվրոպական եվրատլանտյան ինտեգրացումը։ Ոչ թե Իրանի հայտարարությունը, որովհետեւ տեսեք, եկեք ծուրը նստենք դուզը խոսենք, եթե մեր անկախության կամ սուվերենության երաշխիքը լիներ Իրանը, հենց հիմա մենք կտեսնենք, որ ամեն ինչ քանդվում է աչքներիս առաջ, բայց մենք ոնց որ տես բան չենք տեսնում, չէ՞։ Այսինքն ինչի մասն է խոսքը։ Չկա այտենց, ես այդ վտանգը չեմ տեսնում, դժվար կը вообще վախենալու թեմա չի։ Հայաստանը ակնհայտորեն Եվրոպայի մի մաս եւ ակնհայտորեն Հայաստանը պետք է ստորագրի այդ Եվրոասոցիացիումը թքած ունենալով արդեն ԵԱՏՄ-ների, բոլոր բանտիկների, հապկերի, Պուտինի կարծիքի, Լավրովի եւ Մատվիենկոյի գալ գնալու, էսա։ Մենք այդտեղ պետք է բան անենք, առաջնորդվենք նրանով, որ մեր շահերից ելնում է Հայաստանի անվտանգության անհրաժեշտ անվտանգության հետ կապված խնդիրների լուծման անհրաժեշտությունից ելնում է, որ Հայաստանը պետք է լինի Եվրատլանտյան ինչ-որ պլատֆորմների անդամ։ Որովհետև օքեյ, եթե դուք տարածաշրջանում գիտակցելով, որ բոլորը թշնամու եք, մենակ Իրանի խաթր, ասում եք 3+3 բան, հիմա տեսնում եք, չէ, որ այդ Իրանը 3+3-ի միակ ոտը, որը կայունություն էր ըստ Նիկոլենց ապահովում, հիմա ոչնչացվում է։ Այսինքն դու ինչ պետք է անես։ Դու չես կանգնել հիմա դու էլ ոչինչ անես, վենեկդ գցես քեզ Դավթաշենի մոստի շպրտես ներքև։ Ինչ շատ հանգիստ պետք է ասենք, դե լավ, օքեյ, մեզ հիմա ձեռ չտվեց, բայց մենք ընդդեմ ենք, ոբշեմ, լավ։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան։ Ես էլ եմ շնորհակալ։